Ես արժանացել եմ Ալեքսանդր Հարությունյանի անվան կրթաթոշակի։ Ինչպես գիտենք, Ալեքսանդր Հարությունյանը մեծանուն հայ կոմպոզիտոր էր, դաշնակահար։ Նրա դերը հայ դասական երաժշտության զարգացման մեջ շատ մեծ էր։ Նրա թողած ժառանգությունը, որ իր մեջ ներառում է կոնցերտներ տարբեր գործիքների համար, ռապսոդիաներ, սիմֆոնիաներ, կամերային գործիքային ստեղծագործություններ, շատ կարևոր դեր ունեին։ Հատկապես պետք է նշեմ իր հայտնի Շեփորի կոնցերտը, որը չեմ սխալվի ասել, որ այն գործն էր, որը նրան բերեց մեծ եւ համաշխարհային համբավ։ Այդ գործը մինչ օրս կատարվում է աշխարհի տարբեր երկրներում, թե որպես համերգային կատարման ծրագիր եւ թե որպես մրցութային ծրագիր։ Կլարնետի համար ցավոք չունի շատ ստեղծագործություններ, ունի մեկ տրիոսյուիտ կլարնետի, ջութակի եւ դաշնամուրի համար, որը հուսամ մի օր անպայման կնվագեմ։ Շատ ուրախ եմ, որ հանդիսանում եմ իր անվան կրթաթոշակառու եւ ընդհանրապես կարծում եմ, որ շատ մեծ նշանակություն ունի նման կրթաթոշակների ներկայությունը բուհերում։ Իմ նախնական երաժշտական կրթությունը ես ստացել եմ Ղազարոսյանի անվան արվեստի դպրոցում, հետագայում ուսումս շարունակել եմ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում եւ պետք է նշեմ, որ երկու դպրոցներն էլ շատ մեծ նշանակություն են ունեցել իմ որպես երաժիշտ կայացման գործընթացում։ Պետք է նշեմ երկու կարևոր իրադարձություն, որոնցից առաջինը դեպի դասական եվրատեսիլ մրցույթներ, որի ընթացքում ինձ եւ բոլոր երաժիշտներից հնարավորություն տրվեց տարբեր նվագախմբերի հետ ելույթ ունենալու, նորից փորձ ձեռք բերելու եւ դրանից բացի ես ձեռք բերեցի շատ նոր ընկերներ եւ ծանոթություններ։ Երկրորդ իրադարձությունը իմ կյանքում ինձ թվում է շատ կարեւոր, դա Ցինադալի փառատոնին մասնակցելն էր։ Այդ փառատոնի շրջանակներում ես հնարավորություն ունեցա ելույթ ունենալու տարբեր անվանի սոլիստների, դիրիժորների հետ, որոնց թվում է հայտնի ջութակահար Ջոշուա Բելը, դիրիժորներ Ջան Անդրեա Նոզեդան, Վասիլի Պետրենկոն, շատ այլ ուրիշ սոլիստներ, բոլորին չնշեմ։ Այդ իրադարձությունը շատ կարևոր էր իմ թե որպես նվագախմբային երաժիշտ, թե առհասարակ որպես երաժիշտ զարգացման գործում։ Ես ինքս երաժիշտների ընտանիքից եմ, իմ ծնողները երկուսն էլ երաժիշտներ են, հայրս կլարնետահար է, մայրս դաշնակահար, եւ հենց հորիցս եմ ես վերցրել կլարնետ նվագելու ուղին։ Բացի ծնողներիցս իմ հեռավոր բարեկամներն են երաժիշտներ եղել, իմ հորս ծնողները երկուսն էլ եղել են երաժիշտներ, պապիս ֆագոտահար էր, տատիս դաշնակահար։ Նաև պետք է նշեմ, որ պապիս ծնողները նույնպես եղել են երաժիշտներ, հատկապես պապիս հայրը Սահակ Խորոզյանը եղել է ջութակահար, ով 7 տարեկան հասակում արդեն հանդիսացել է օպերային թատրոնի նվագախմբի ջութակների կոնցերտմայստեր, ինչը կարծում եմ ֆենոմենալ երևույթ է։ Ինչպես նաև իր կինը եղել է օպերային երգչուհի, եւս մեկ կարևոր փաստ, Սահակի քրոջ տղան եղել է հայտնի անվանի ջութակահար Ավետ Գաբրիելյանը։ Առաջին վառ տպավորությունը կապված երաժշտության կամ կլարնետի հետ եղել է, երբ 2 տարեկան հասակում հայրս առաջին անգամ բերեց կլարնետը եւ տվեց ինձ, ասելով, որ փորձի ձայն հանես, եւ ես կարողացա ինչ-որ չափով ձայն հանել կլարնետից։ Ճիշտ է, ես չեմ հիշում այդ իրադարձությունը, որտեղ 2 տարեկան էի, բայց կար տեսագրություն, որ ամեն անգամ դիտելիս շատ վառ տպավորություններ էր մոտ առաջացնում։ Որպես կոնսերվատորիայի ուսանողներ կարծում եմ ամենակարևոր առանձնահատկությունը բոլորիս համար այն է, որ երաժշտությունը, այդ արվեստի մեծ հսկա ոլորտը բոլորիս կյանքում ունի յուրահատուկ դեր եւ բոլորիս հնարավորություն է տրված մեզ փորձելու, մեր ուժերը փորձելու եւ այսպես ասած մեր տեղը գտնելու այդ մեծ ոլորտի մեջ։ Ինչ որ բան փոխել կոնսերվատորիայում հենց այդպես չի ասի, որ ինչ որ բան կա, բայց կարող եմ իմ ցանկությունը ներկայացնել, ինչ կցանկանայի տեսնել, շատ գովելի կլիներ տեսնել հաճախակի վարպետության դասեր ոչ միայն դաշնամուր եւ լարային գործիքների, նաեւ
փողային գործիքների համար։ Կոնսերվատորիա ասելիս առաջին բանը, որ մտքին գալիս է, դա հենց Կոմիտասի անունն է, մեր վարդապետի, եւ ես կարծում եմ, որ դա որոշ նշանակություն ունի, որ մենք հենց իր անունը կրող ուսումնական հաստատությունում ենք սովորում։ Կարծում եմ, որ որոշ չափով բոլորիս վրա ինչ որ պարտականություն կա, որ մենք բոլորս լինելով երաժիշտ մեր ուժերի սահմանում, մեր հնարավորությունների սահմանում անենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք խթանել մեր մշակույթը, մեր երկրի զարգացմանը, որը որ Կոմիտասը իր ժամանակին արել էր։